այցը Թուրքիայում Անտալիա քաղաքում տեղի ունեցավ Սերտովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերը։ Գիտեք, որ խորհրդարանական վեհաժողովում գործում են 3 հանձնաժողովներ հիմնական, որոնցից 2 հանձնաժողովների իրավական հարցերի, քաղաքական հարցերի թվով 48-րդ նիստներ և տնտեսական, արտադրական, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերով հանձնաժողովի թվով 47-րդ նիստներ։ Նիստի ընթացքում օրակարգում 12 երկրների պատվիրակություններից ներկայացված են եղել 10 երկրի պատվիրակություններ, որտեղ ներկայացվել են տարբեր ելույթներ, զեկույցներ 2 ուղղություններով։ Առաջինը առնչվում էր երկրներում ներքին անվտանգության խնդիրների, տերորիզմի հիմնահարցերին, կրոնական հիմնահարցերին և դրա դրսևորումներին, և երկրորդ հիմնահարցերը երկրում տեղի ունեցող տնտեսական իրավիճակի, տնտեսական համագործակցության և հնարավոր ներդրումների։ 2 հանձնաժողովներում էլ համապատասխան ելույթներ և զեկույցներ են պատրաստել։ Զեկույցները քննարկվել են Ազգային ժողովում աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության առաջատար մասնագետ, նաև Արտուր Մարտիրոսյանի հետ, ով հանդիսանում է նաև պատվիրակության քարտուղարը, նա իր հերթին պետական գերատեսչությունների հետ քննարկելով հիմնական փաստերն է ներկայացրել, փաստաթղթերը, որից օգտվելով զեկույցներն ու ելույթներն ենք ներկայացրել, և այս հարցում ուզում եմ ներկայացնել, որ Սերտովյան տնտեսական համագործակցության այս պետությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը բավականին լավ դիրքերում է գտնվում, մասնավորապես կրոնական հիմնահարցերի, կրոնական ազատության, մտածելակերպի, խոսքի իրավունքի, խոսքի ազատության մասով, ինչպես նաև դրանց հնարավոր դրսևորումների մասով։ Փառք Աստծո, անվտանգության հիմնահարցերը, հարցերը Հայաստանի Հանրապետությունում գտնվում են միջազգային այս տհաճ դրսևորումների նկատի ունենալով բավականին կայուն իրավիճակում, և որպես այդպիսին տերորիզմի դրսևորումները Հայաստանի Հանրապետությունում, փառք Աստծո, իր տեղը չեն կարողանում գտնել և զբաղեցնել միջազգային նմանատիպ կազմակերպությունների և ծայրահեղական դրսևորում ունեցող կազմակերպությունների, կրոնական կամ ազգային պատկանելություն ունեցող կազմակերպությունների կողմից։ Հիմնական մոտեցումները և մոտիվացիաները սրանում էր կայանում, և գիտեք, որ խորհրդարանական վեհաժողովում նաև մասնակցում են պատվիրակություններ Թուրքիայից և Ադրբեջանից, և այդ նույն անվտանգության երաշխիքների մասով հիմնական նրանց կողմից, որ փորձում են արծարծել նաև տուրիստներից դուրս, դա Հայաստանում գտնվող Ատոմային էլեկտրակայանի հիմնախնդիրներն են, նրա անվտանգության խնդիրները և հնարավոր նաև այն զարգացումները, որոնք կարող են տեղ գտնել, բայց այն փաստերը, որոնք նաև մասնագետների հետ քննարկել ենք, և անվտանգության այն երաշխիքները, որոնք որ ձևավորված են թե Ատոմակայանում, թե առհասարակ Հայաստանի Հանրապետությունում, և փաստացի նման նախադեպ չգրանցված, որպես այդպիսին մենք երկիր ենք համարվում, բավականին կայուն և լավ դիրքերից ենք հանդես գալի։ Տնտեսական առումով, բնականաբար, յուրաքանչյուր երկիր փորձում է իր երկիրը ներկայացնել լավ կողմերով, այն հնարավոր դրական միջավայրը տնտեսություն զարգացնելու առումով, ներդրումներ իրականացնելու առումով, և Հայաստանի Հանրապետությունը, երբ որ իրավական հարթությունում ևս հարաբերակցության մեջ են գնում այլ պետությունների հետ, բավականին լավ օրենսդրական դաշտ է ձևավորված արտերկրի քաղաքացիներին Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ իրականացնելու համար, ինչը և փաստեցինք, և բարձրաձայնեցինք, և 2 զեկույցներն էլ արդեն իսկ տեղ են գտել քարտուղարությունում և կհրապարակվեն արդեն իսկ Բելգրադում նոյեմբերի վերջում կայանալիք 48-րդ լիագումար նիստի ժամանակահատվածում։ Ընդհանուր տեղեկությունները սրանք են։